Սիրո թեման միշտ հետաքրքրել է մարդկանց, հատկապես երբ խոսքը գնում է հանրային դեմքերի, դերասանների, հաղորդավարների ու արվեստագետների մասին։ Այսօր սիրված դերասան Լևոն Մկրտչյանն ու նրա սիրելին հաղորդավարուհի, դերասանուհի Էվելինա Ստեփանյանը հյուրընկալվել են հանրաճանաչ հաղորդման շրջանակներում և խոսել իրենց սիրո պատմության, ծանոթության, ապագայի պլանների մասին։ Երկրպագուները երկար սպասում էին այս պահին և ահա այն արդեն մոտ է։ Հայտնի հաղորդավարուհիներից մեկի հարցազրույցում Լևոնն ու Էվելինան առաջին անգամ խոսել են իրենց զգացմունքների, հարաբերությունների զարգացման և ապագա ծրագրերի մասին։ Հաղորդումը դեռ չի հեռարձակվել, բայց արդեն իսկ քննարկումները չեն դադարում։ Մարդիկ փորձում են կռահել, որ հաղորդման շրջանակներում են նրանք հյուրընկալվել։ Կա արդյոք այնպիսի հաղորդում, որտեղ նրանք ավելի ազատ ու անկեղծ կզգան իրենց, առանց ավելորդ շոուների ու պաթոսի։ Արդյոք դա կլինի մի հաղորդում, որտեղ կբացահայտվեն դեռևս չիմացված մանրամասներ, ճանաչելով հաղորդավարուհուն, հաստատ շատ գաղտնիքներ հեռուստադիտողների համար կբացահայտվեն։ Առայժմ գաղտնի ենք պահում, բայց շատ շուտով ավելի մանրամասները կներկայացնենք ձեր ուշադրությանը։ Հայտնի զույգերի սիրո պատմությունները միշտ էլ հետաքրքիր են, բայց Լևոնն ու Էվելինան մինչ այս պահը շատ քիչ էին խոսել իրենց ծանոթության մասին, որտեղ և ինչպես են նրանք առաջին անգամ հանդիպել, ով է առաջին քայլն արել և ինչն է ամենից շատ գրավել Էվելինային Լևոնի մեջ, ինչ դժվարություններ են հաղթահարել միասին։ Այս հարցերի պատասխանները հեռուստադիտողները կստանան շատ շուտով։ Նշենք, որ ոչ մի կասկած չկա, սիրված դերասան Լևոն Մկրտչյանն ու նրա սիրելին Էվելինա Ստեփանյանն իսկապես մասնակցել են հարցազրույցի և շատ շուտով հանդիսատեսը կկարողանա դիտել այն։ Այս ենթադրությունը հաստատում է նաև Էվելինայի հրապարակած լուսանկարը, որտեղ ակնհայտ է, որ նա խոսափող է կրում։ Սա նշանակում է, որ հարցազրույցն անցել է պրոֆեսիոնալ միջավայրում և զույգը պատրաստ է եղել անկեղծ զրույցի։ Էվելինայի հրապարակած լուսանկարն արդեն դարձել է քննարկման թեմա։ Երկրպագուները փորձում են պարզել, թե որ հաղորդման շրջանակներում է կայացել այս հանդիպումը։ Կա արդյոք որևէ ակնարկ լուսանկարում, որը կարող է հուշել հեռուստանախագծի անունը։ Մի բան հստակ է՝ Լևոնը և Էվելինան շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում, և նրանց հարցազրույցը վստահաբար կդառնա հանրային քննարկումների նոր ալիքի պատճառ, հատկապես հենց այդ մասին նշել է նաև հաղորդավարուհին։ Շատ շուտով բոլորը կկարողանան տեսնել ու լսել նրանց անկեղծ խոսքերը։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, որպեսզի միասին բացահայտենք հարցազրույցի ամենահետաքրքիր մանրամասները։ Երիտասարդ դերասան Լևոն Մկրտչյանն, ով ներկայումս հանդես է գալիս Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում, կարճ ժամանակում դարձավ լայն ճանաչում ունեցող ու սիրված դերասան։ Նրա մարմնավորած Հենրիի կերպարը շատ արագ դարձավ սերիալի ամենաքննարկվող ու հիշվող կերպարներից մեկը։ Հենրին հարուստ, ինքնավստահ, երբեմն ամբարտավան, բայց միևնույն ժամանակ խոցելի երիտասարդ, նա միանգամից դուր եկավ հանդիսատեսին հենց առաջին իսկ դրվագներից։ Չնայած նրան, որ կերպարը սկզբում կարծես միայն բացասական երանգներ ուներ, Լևոնի խաղային նրբությունը նրան հաղորդեց խորություն։ Հանդիսատեսը սկսեց տեսնել ոչ միայն հպարտ և կամակոր տղայի, այլ նաև մի կերպար, ով ունի իր ներաշխարհը, պայքարն ու ցավը։ Լևոն Մկրտչյանը սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ ստացել է ոչ միայն մասնագիտական կրթություն, այլև դերասանական վարպետության ամուր հիմք։ Նրա խաղային տեխնիկան, հուզական փոխանցման հմտությունը և դիմախաղերի անկեղծությունն արդեն վկայում են այն մասին, որ Լևոնն ունի մեծ պոտենցիալ դառնալու հայկական կինոյի և թատրոնի նորագույն սերնդի կարևոր ներկայացուցիչներից մեկը։ Թեև «Վերջին զանգը» նրա առաջին մեծ հեռուստատեսային նախագիծն է, նրա խաղը նկատվել է ոչ միայն հանդիսատեսի, այլև ռեժիսորների կողմից, և արդեն կան լուրեր նրա առաջիկա նախագծերի մասին։ Վերջերս Լևոն Մկրտչյանն իր անձնական կյանքով նույնպես հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Համացանցում տարածվեցին տեսանյութեր, թե ինչպես է դերասանը սիրելիին անակնկալ ամուսնության առաջարկություն անում ռոմանտիկ մթնոլորտում, մեծ հոգատարությամբ և անկեղծ զգացմունքներով։
Տեսանյութերը հուզեցին շատերին, իսկ որոշ մարդիկ նույնիսկ կարծում էին, թե դա սերիալի դրվագ է, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ դա իրական պահ էր կյանքի կարևոր փուլ Լևոնի համար։ Դրանից հետո շուտով եղավ նաև զաքսավորում, ինչը կրկնապատկեց երկրպագուների հետաքրքրությունը նրա անձի շուրջ։ Շատերը սրտանց շնորհավորեցին զույգին, ցանկանալով սեր ու երջանկություն, իսկ մի մասն էլ հուզմունքով արձագանքեց, տեսնելով, թե ինչպես իրենց սիրելիի կերպարը իրականում նույնպես ապրում է նման հեքիաթային պատմություն։ Թեև սերիալում Հենրին երբեմն անկանխատեսելի է և գոռոզ, իրական կյանքում Լևոն Մկրտչյանը հայտնի է իր համեստությամբ, նրբաճաշակ բնավորությամբ և հարգալից վերաբերմունքով բոլորի նկատմամբ։ Նա մեծ արժեք է տալիս ընտանիքին, անկեղծ մարդկային հարաբերություններին ու ստեղծագործական աճին։ Լևոնը բազմիցս նշել է, որ իրեն ոգեշնչում է հանդիսատեսի սերը, բայց միևնույն ժամանակ գիտակցում է յուրաքանչյուր կերպարի հետևում մեծ պատասխանատվություն կա, և ինքը պատրաստ է այդ ճանապարհով գնալ անվերջ զարգանալով ու սովորելով։ Դերասանը խոստովանել է, որ չի ցանկանում սահմանափակվել միայն սերիալային դերերով, նրա երազանքն է նկարահանվել լուրջ դրամատիկական ֆիլմերում, խաղալ թատրոնում, համատեղել արվեստի տարբեր ճյուղեր։ Նա հավատում է, որ հայ հանդիսատեսն արժանի է բարձրորակ ու անկեղծ արվեստի, և ինքը պատրաստ է ներդնել իր ողջ ուժն ու տաղանդը այդ նպատակի համար։ Լևոն Մկրտչյանն այսօր հանդիսանում է երիտասարդ սերնդի այն ներկայացուցիչներից մեկն, ով ցույց է տալիս որակյալ դերասանական խաղ, և նրա թե կերպարի զարգացման, թե անձնական կյանքի ուրախ պահերը ավելի են կապում մարդկանց նրանց հետ։ Մենք էլ միանում ենք բոլոր շնորհավորանքներին, մաղթելով նրան ստեղծագործական բարձունքներ, սեր, հաջողություն և շարունակական սեր հանդիսատեսի կողմից։ Լևոն Մկրտչյանն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, որտեղ սովորել է Արմեն Մելիքսեթյանի և Գոռ Մարգարյանի դասարանում։ Չնայած նրան, որ այս դերը նրա առաջին լուրջ հեռուստատեսային դեբյուտն է, նա իր խաղով անմիջապես գրավել է հանդիսատեսի ուշադրությունը։ Նրա կերպարը բազմաշերտ է, մեկ դրսևորում է խարիզմատիկ և ուժեղ բնավորություն, իսկ մեկ այլ դրվագում դառնում խոցելի ու զգայուն։ Սոցիալական ցանցերում Լևոն Մկրտչյանի մասին մեկնաբանությունները լի են գովեստի խոսքերով։ Հանդիսատեսը նշում է, որ նա ոչ միայն արտաքնապես համապատասխանում է իր կերպարին, այլև հիանալի է զգում ու փոխանցում իր հերոսի հուզական վիճակները։ Հատկապես սիրվել են այն տեսարանները, որտեղ Հենրին ցուցադրում է իր խոցելի կողմերը, հեռանալով միայն հարուստի երես առած տղայի կերպարից։